Թբիլիսիում վիրահայոց թեմին կից հայարտում կրթամշակութային կենտրոնում կայացել է Ավետիք Իսահակյանի 140-ամյակին նվիրված երեկո։ Գրական երաժշտական երեկոյին բանաստեղծի ստեղծագործություններն ասմունքել են ու երգել կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները երիտասարդներ, որոնք ունեն ռուսական կրթություն, ռուսախոս են, բայց ստանձնել են մայրենին սովորելու հաճելի պարտականությունն ու այսօր նույնիսկ կարողանում են հայ հանդիսատեսին գրավել իրենց հայերեն ասմունքով ու երգով։ Միջոցառման կազմակերպիչ Թբիլիսիայի վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանն իր սաների հետ միասին ամբողջ միջոցառման ընթացքում երգել ու ասմունքել է, իր գոհունակությունը հայտնելով սաներին, գրեթե 2 ժամ հանդիսատեսին մայրենիով հաճելի պահեր պարգևելու համար։ Չարչարվեցին երեխաները, ես էլ նրանց հետ տառապեցին, բայց կարողացան իրենց դրսևորել իսկապես։ Ես գոհ եմ այս միջոցառումից, ինչու, որովհետև ես կարողացա երեխաներին հայերեն Իսահակյան ծանոթացնել նրա ստեղծագործությունների հետ եւ դրանով ինձ թվում է բավականին մեծ բան ստացան երեխաները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռոզա Զոհրաբյանին եւ Ռոզա Զոհրաբյանին նման այն նվիրյալներին, որոնք հայ գրականության, հայ խոսքի, հայ լեզվի ջահը միշտ բարձր են պահում Սփյուռքում։